Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, անգամ եւս կմիանանք ցեզի վերադարձ այս հայտակրով, որ նպատակն է օգտակար լալ Հայաստանի, մաս կազմել Հայաստանի յանքին եւ զանոթացնել Հայաստանը իր լավ եւ վատ գոմերով, իրական ձևով մեր բոլորին, որովհետեւ տեսնենք, թե մենք ինչ կրնանք անել, որ ինչ ձևով կրնանք մասնակից դառնալ եւ օգտակար լալ, որովհետեւ սպիրկը շատ ավելի գարելիություններ ունի մանավանդ նկատի ունենալով, որ վերջին 20 տարիներու ընթացքին բավական մեծ հսկայական արտակարգ եղած է եւ սպիրկը պետք է զորավին կանգնի մեր իրենց քույրերուն եւ եղբայրներուն։ Այդ ուղղությամբ իմ ծրագիրս ահավասիկ 3 տարի է, որ այդ ուղղությամբ աշխատի, որ կաչայրե մեր բոլորին, որ ամեն ձևով մեր գայլին ունենք, որ հայրենիքը զորացնենք, որովհետև մեր ավական մեր հայրենիքն է։ Այսօրվա իմ ծրագիրը պիտի կենտրոնանա բնության բավականության նյութին գծով, որովհետև վերջին շատ մտարիներու ընթացքին Հայաստանի մեջ բնության բավականության հարցը միշտ հարցեր մեջտեղ բերած է եւ այս վերջին 20 տարիներու ուրեմն անկախության ընթացքին մանավանդ վերջին 5-10 տարիներու ընթացքին բնության բավականության հարցերը ավելի դժվարացած են եւ այսօր ցույց պիտի տանք տարբեր տեսահարիցներ ուր իրական խղճալի իրավիճակներ պիտի տեսնեք եւ գրնակ զայրանալ, գրնակ կանկադիլ, սակայն մենք պետք է նայենք ինչ ծավալ ուզումներ գրնանք գտնալ, ինչ ծավով գրնանք մասնակից դառնալ, որ այս իրավիճակները բարեփոխվին։ Անոր համար ես այսօր ունիմ 2 հյուրեր, ուրեմն նախքան իրենց ներկայացնելս կուզեմ հայտարարություն անել, ինձ դրվեցավ, որ այս ուրբաթօր հրապարակային ասուլիսմը պիտի ելլա Գլենդեյլի կենտրոնական գրադարանի մեջ, կազմակերպությամբ հայ-ամերիկյան խորհրդի կողմէ նյութը ելլալով Սուրիո պատերազմը, աշխարհակաղակական եւ հարանվանական գործոնները շրջանի հայության հերանեկարը։ Բանախոսը դոկտոր Համպիկ Սարաֆյանն է, որուն ես կճանաչնամ եւ փորձարու անցման է, պիտի դե ունենա այս ուրբաթօր 12 հուլիս 2013 թվականին երկուան ժամը 8-ին Գլենդեյլի հանրային գրադարանի մեջ, որուն դեղը հավանաբար գիտեք 222 East Harvard Street, Glendale։ Մուտքը ազատ։ Մենք արդեն Սուրիայերու հարցի, Սուրիո եւ Սուրիայերու հետ կապված բոլոր հարցերը բավական քննարկած ենք, մոտ 5-6 ուրեմն հանդիպումներ եւ ծրագիրներ ունեցած եմ, որտեղ իսկապես կարեւոր նյութ է։ Եվ հիմա այժմ ուզեմ ներկայացնել իմ 2 զրուցակիցներս, իմ ցախից կգտնվի ուրեմն Դիգին Ասղիկ Վարդանյանը, բարի եկար Ասղիկ։ Եվ Դիգին Վարդանյանը Ասղիկը ուրեմն հայք նախագծի համահիմնադիրն է եւ բժշկական մարտապան է եւ մոդեն գաբեր ունի մոդեն հետաքրքրված է մոդեն գուզե աշխատիլ Հայաստանի մեջ առողջապահության եւ բնության բավականության բահբանման համար իսկ իր գողքին գտնվի բարոն Արեգ Ղարաբեգյանը, բարի եկար Արեգ, որ 30 տարվա փորձառություն ունի, եթե ոչ ավելի, բնության բավականության գծով եւ աշխատի Parsons ընկերության մեջ Pasadena եւ ինքը նաեւ անդամ է հայ ջարդարակետներու եւ գիտնականներու միության մեջ դարիներու ընթացքին եւ Հայաստանի մեջ ուրեմն իր ներդրումը կատարած է եթե չեմ սխալիր 20 տարի է ավելի եւ հիմա անշուշտ ինքը իր փորձառություններն պիտի խոսի, ինչպես նաեւ Ասղիկը պիտի նաեւ մեզի ներկայացնե թե որովհետև գազնված է նոր գազམ་ագերբությունը, որ գոչվի Կանաչ Հայաստան եւ որուն մենք երեքս անդամ ենք եւ
Կուզեի որ ասրիգը մեզի ներկայացնի այդ կազմակերպության մասին իր խոսքը ասե եւ նախապանումը մեզի ներկայացնի թե ինչ են նպատակները այդ կազմակերպության։ Այո, հրամե ասրիգ, եթե կարելի է մեզի գարցեվով ներկայացուր այս կազմակերպությունը, շնորհակալություն։ Առաջին հերթին ուզում եմ Հարութ ձեզ շնորհակալություն հայտնել, որ բնապահպանական հարցերով բազմիցս անդրադառնում եք եւ լուսաբանում եք սփյուռքահայությանը, որովհետեւ սա իսկապես ճգնաժամային եւ շատ լուրջ խնդիր է։ Երկրորդը կուզեի մի երկու բառով ասել, թե ինչու ես լինելով բժշկական մարդաբան կամ անգլերենով ասենք medical anthropologist եւ ինչու բժշկական հարցերից իմ հայացքը ուղղեցի դեպի բնապահպանական հարցերը։ Ուրեմն նշեմ, որ անցյալ տարի, երբ ես Հայաստանում աշխատում էի, ծննդաբերական հարցերով, ուրեմն ուսումնասիրում էի Հայաստանում ծննդաբերական մեթոդները, նկատեցի, որ բավական քանակությամբ ծննդաբերական արատներով են երեխաները ծնվում եւ ինձ կարծես մի այսպես աշխատանքային ճգնաժամ մի տեսակ ունեցա, երբ որ հասկացա, որ երբ ես փորձեցի ծննդաբերական ընթացքը բարելավել, բարեփոխել եւ երբ տեսնում ես, որ արդեն պտուղը երեխան գալիս է ծննդաբերական արատով, այսինքն նա արդեն հղիության ընթացքում միջավայրի աղտոտության պատճառով, ուրեմն երեխան արդեն վնասված է գալիս այս աշխարհ, ապա մենք երբ որ փորձում ենք ծննդաբերական ընթացքը բարելավել, մի տեսակ անիմաստ է դառնում մեր գործունեություն, երբ որ այս երեխաները արդեն մասսայական վնասված են գալիս։ Ուրեմն ես հասկացա, որ կարծես թե իմ աշխատանքը սկսվում է կետ B-ից, բայց կա նաև կետ A-ն, որը բնության պահպանությունն է, բնությունն է, այսինքն մեր որևէ անձի, որևէ մասնագետի գործունեությունը հնարավոր չի կարող լինել, եթե մենք չունենք բնություն, առողջ բնություն։ Սկսած, գիտեք, արվեստի ոլորտից, թե լինի մեկը ինժեներ, թե լինի երաժիշտ, թե լինի հոգևորական, մենք պետք է ունենանք առողջ բնություն, որպեսզի կարողանանք գործունեություն ծավալենք։ Ուրեմն սա է պատճառը, որ ես վերադառնալուց պես իմանալով Հայաստանի բնապահպանական խնդիրները, որոնք գնալով ավելի մեծ մասշտաբի են հասնում, անմիջապես ձեռնմուխ եղած Սփյուռքում գործունեություն ծավալելու այս առումով եւ ստեղծելու եւ մասնակից մոբիլիզացնելու, այսպես հավաքելու այն մարդկանց, որոնք արդեն շատ երկար տարիներ աշխատանքներ են տարել բնապահպանական հարցերով եւ այսպես ստեղծվեց մի խումբ, որին մենք անվանեցինք Կանաչ Հայաստան կամ Green Armenia, ինչպես նշեցիք, մենք անդամներ ենք եւ ունենք շատ աճող անդամագրություն արդեն այս կազմակերպ կամ խումբը հայ ճարտարագետների եւ գիտնականների խմբակցության շրջանակներում է հավաքվել եւ մի քանի տվյալներ եւս ուզում եմ ասել, թե ինչու է այս հարցը կարևոր առողջապահական տեսակետից, ուրեմն Հայաստանը բոլորովին լավ առողջապահական վիճակագրություն չունի։ Պետք է նշել, որ Հայաստանում ծննդաբերական արատներով Հայաստանը նախկին սովետական, այսինքն խորհրդային երկրների մեջ երկրորդ տեղում է։ Մի քանի տվյալ եւս աշխարհի մակարդակով ըստ համաշխարհային առողջապահական կազմակերպության 5-րդ տեղում է թոքերի քաղցկեղով, 6-րդ տեղում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, 7-րդ տեղում է շագանակագեղձի քաղցկեղով եւ այլն։
կրծքի քաղցկեղի մահացությամբ 4-րդ տեղում է։ Մի խոսքով սրանք սարսափելի տվյալներ են եւ վիճակագրությունը նաեւ ցույց է տալիս, որ այն շրջաններում, որտեղ հանքային արդյունաբերություն կա, ուրեմն այդ շրջաններում նաեւ օնկոլոգիական քաղցկեղածին, այսինքն հիվանդությունները շատ ավելի բարձր են։ Երևանի մակարդակով ըստ տվյալների մոտավորապես 57% քաղաքացիները ապրում են թունավորված միջավայրի պայմաններում։ Անտառների առումով պետք է ասենք, որ անտառները 20% ծածկույթից իջել են 7%-ը եւ ըստ համաշխարհային բանկի տվյալների, ուրեմն ենթադրվում է, որ Հայաստանը կկորցնի իր բոլոր անտառային ծածկույթները առաջիկա 20-ից 30 տարում։ Ես կթողնեմ հանքերի վիճակագրության մասին Արեգը խոսի, այսքանով Ես ուրախ եմ այս բոլոր բացառության համար, շնորհակալություն։ Արեգ, ինչ կուզես նախ ծեվոմը վերջին 20 տարիներու ընթացքին ինչ ոլորտներում մեջ տուն աշխատեցար եւ անգետ մեկադեսայրիզմը դիտենք, որովհետեւ ճիշտ հունին մեջը մտնանք։ Արեգ, եթե կարելի է, ձեր փորձառությունը ինչ եղած է այդ ուղղությամբ։ Շնորհակալ հարուտայս արիթից, որ կարողացանք այսօր ներկայանանք այստեղ։ Ուրեմն կարճ 20 տարին մի քիչ երկար է, ուրեմն շատ կարճ բացատրեմ։ Իմ Հայաստանի հետ այս բնապահպանական հարցերի առաջին քայլը եղավ 1990 թվականին, երբ որ մեզ հրավիրեցին Հայաստանի այն ժամանակ բնապահպանական կոմիտեի կողմից 5 մասնակիցներ Ամերիկայի ճարտարագետների գիտական ընկերության կողմից գնանք Հայաստան իբր fact-finding mission, որ տեսնենք ինչ է վիճակը այնտեղ, եւ այսպիսով ստեղծեցին կապեր, որ տարիների ընթացքին շարունակվեց մոտից աշխատելով։ Տարբեր նախագծերի մեջ ես աշխատել եմ այնտեղ իմ ընկերների հետ միասին, սրանք եղել են օրինակ համար Սևանի վերաբերյալ տարբեր հարցեր, համաշխարհային բանկի հետ միասին համագործակցություն, խորհրդակցություն, UNDP-ի հետ միասին, մասնակցել եմ այնտեղ գիտաժողովների եւ ինչպեսի կարելի է բարելավել, օգնելով իրենց օրենքները վերամշակելու, որտեղ Բայց հանդերձ պետք է ասեմ, որ Հայաստանի օրենքները նախ սովետական ժամանակին հիմա հոյակապ են օրենքները, բայց օրենքների դժբախտաբար գործադրության պակասը կա։ Բայց նորեն մենք այստեղից ճանաչում ենք ինչքան կարելի է բարելավել, նորություններ մտցնել, թե այդ օրենքների մեջ եւ թե վերահսկողության գործերի մեջ, ուրեմն այդ առնչությամբ տրեյնինգներով եւ տարբեր ծրագիրներ, կամպյուտերային ծրագիրներ տալով եւ այսպես աշխատանքներով։ Նաեւ բավական մոտից աշխատել եմ անտառների վերաբերյալ հարցերով, անտառի հետ միասին, ինչպես գիտես, ասարակայք պարտիների նախագիծ ունեինք ժամանակին, որ բավական մոտ 130,000 ծառ ենք տնկել Հայաստանում։ Եվ վերջերս էլ բավական նաեւ ունեցել եմ մասնակցություն վերականգնող էներգիայի որ նորեն բնապահպանական գործի հետ մոտավորապես նույնն է, որտեղ գործածելով renewable energy կամ վերականգնող էներգիա կարելի է ավելի վերալավել բնությունը եւ չունենալ ատաղտոտությունները, որոնք ինչպես ասկիկը նշեց, կարող են առողջապահական ազդեցություններ ունենալ։ Այսքանով հետո միգուցե ավելի շարունակենք հետո։ Այո։ Հիմա մեկ հատ ունիկ դեսայրիզմը, որ 5 րոպեանոց է, որցեւով մը կներկայացնի ներգայի Հայաստանի բնության բաբանության հետ կապված հարցերը, որ գարզիկ մը գուտամեր բոլորին եւ ապա գմիանանք նորեն գնանք խոսիլ միասին եւ գուզեմ ծեր գարզիկները առնել ունենք 4 տեսայրիզներ ուշարկումը դիտենք առաջինը եւ ամիջապես կմիանանք ցեզի ատկի հետ շնորհակալություն
միջավայրը մեր երկրում ծանր հիվանդ է, որի բուժման համար երկար ժամանակ կպահանջվի, հայտարարում են ոլորտի մասնագետները։ Նույն գնահատականի համաձայն իրավիճակը ահազանգող է նաև Երևանում։ Մայրաքաղաքում էկոլոգիական խնդիրները չեն վերանա, քանի դեռ քաղաքաշինությունը չի փոխել իր ուղղվածությունը։ Սխալ է ասելը, որ Երևանում ոչինչ չի արվում, կանաչապատվում է, ծաղկապատվում, սակայն իրավիճակը խնդրահարույց է, քանի որ քաղաքաշինությունը շրջանցում է էկոլոգիական ու սեյսմիկ ռիսկեր, ինչպես եղել է նախկինում, շարունակվում է այսօր։ Մտահոգ է բնապահպան Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը։ Պետք է ստեղծվեր քաղաքաշինական խորհուրդ, որտեղ լինելու էին ներկայացուցիչներ բոլոր հանձնաժողովներից։ Այն 1 տարի է չի ստեղծվում եւ հարցերն էլ որոշում է ճարտարապետների հանձնաժողովը։ Արդյունքում Երևանի էկոլոգիային սպառնացող որոշումներ։ Դրանք ըստ Կարինե Դանիելյանի նաև բխում են մի խումբ մարդկանց շահերից։ Այդպես է կայացվել նաև Հանրապետության հրապարակի կառուցապատման որոշումը։ Դա միայն քաղաքաշինական խնդիր չի, դա նաև էկոլոգիական խնդիր է, դա պատմամշակութային արժեքների պահպանության խնդիր է, որը նաև մեզ է վերաբերվում։ Եվ այսպիսի հարց լուծել առանց հանձնաժողովների կարծիքը հաշվի առնելու, առանց քաղաքաշինության խորհուրդը հավաքելու, ես գտնում եմ կոպիտ սխալ։ Սխալ քաղաքաշինության արդյունքում ունեն գերծանրաբեռնված փողոցներ, դրա հետևանքով օդի աղտոտվածություն, նաև շենքերի խտություն, որն էլ իր հերթին խոչընդոտում է օդային ավազանի ինքնամաքրմանը։ Կարինե Դանիելյանի խոսքով Երևանը սեյսմիկ ռիսկի ներքո է եւ այդ առումով ծանր է կենտրոնի վիճակը։ Հիշեցնում է, ժամանակին Գետառի կարևորությունը հաշվի չառանք, արդյունքում անձրևները մայրաքաղաքում վերածվում են ջրհեղեղի։ Գետառը բացարձակ հաշվի չառանք, այնպեսի բարբարոսություն արվեց Գետառի, այն ժամանակ, որ ասում ենք մի արեք, այ կտեսնեք անձրևները կգան, ձեր թունելները ջրի տակ կմնան, ձեռ էին առնում մեզ։ Դե հիմա թող տեսնեն ամեն անձրևից հետո քաղաքի հետ ինչ է կատարվում։ Շրջակա միջավայրը հիվանդ է առաջին հերթին բնական ռեսուրսների անխնա օգտագործման պատճառով։ Հանքարդյունաբերության ոլորտում չկա ոչ մի սահմանափակում, հանրապետության գրեթե ամբողջ տարածքը ծածկված է բաց հանքերով։ Իսկ ուր է գնում հանքերի փոշին լցված ծանր մետաղներով, հարցնում է Էկոլուր հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։ Բա չէ որ մենք ունենք 400 հանքից ավել այդպիսի հանքեր, այդ փոշին, որը ամբողջ հանրապետության մեջ կուտակվում է, ուր է գնում։ Մենք դե տեսնում ենք ուր է գնում։ Եթե դու գնում են անձրևներ, մեր ամբողջ մեքենաների վրա ոչ թե նրանք մաքրվում են անձրևներից, այլ փոշի է, չէ՞, այսպես լիքը լականներ, այս է փոշին։ Հանքարդյունաբերությունը սպառնում է նաև Սևանա լճին, լճի ավազանում գործում է ավելի քան 20 հանք, նաև մետաղական։ 2010-ի ուսումնասիրությունների համաձայն դրանց տարածքներում հողերը համատարած լցված են ծանր մետաղներով, այդտեղով անցնող եւ Սևան լցվող գետերը եւս 35 միլիարդ խորանարդ մետր քաղցրահամ ջրի հետ ով ուզի, ինչպես ուզի խաղ է անում, բողոքում է Ինգա Զարաֆյանը։ Մոնիտորինգի կենտրոնը տվյալներն է հրապարակում, որ Սևանում տարբեր մետաղների եւ էլեմենտների քանակությունը գերազանցում է, օրինակ 6 անգամ, 7 անգամ, 8 անգամ լուրջ թիվ է եւ ոչ ոք չի հարց չի տալիս որտեղից են գալիս Սևան, չէ որ Սևանը 35 միլիարդ խորանարդ մետր ջրի պաշարը, եթե դու այդպեսի մեծ այդպես ասած բաժակի մեջ, հա, կարելի ասել, այդքան վանաձի ես հայտնաբերում, այդ վանաձի ինչ որ միտեղից պետք է դուրս գա, չէ։ 1 տոննա հանքաքարը մշակելու համար անհրաժեշտ է 4 խորանարդ մետր ջուր, օգտագործվում է այդ ջուրը, հետո աղտոտված լցվում գետերը։ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի գնահատմամբ մենք ունենք մեռյալ գետեր, եւ եթե այսպես շարունակվի, 30-40 տարվա ընթացքում կկորցնենք մեր երկրի ջրային ռեսուրսը։ Մեր ամբողջ գետերը աշճանաբար դառնում են փոչամբարներ, ողջի գետը որ կա, ուրեմն 4 փոչամբար այնտեղ կա, 5-րդը վերջերս ուրեմն Գեղի գետին եղավ, այսինքն մենք ունենք մեռյալ գետեր։ Եթե առաջ տարիներ առաջ մարդիկ այդ գետերում կարմրախայտ եւ այլ տեսակի ցկներ էին որսում եւ խմում էին որպես իրոք խմելու ջուր, այսօր այդ ջրերը անթույլատրելի է անգամ օգտագործել որպես ոռոգող ջուր։ Հակոբ Սանասարյանի դիտարկմամբ Հայաստանում էկոլոգիական խնդիրները, որոնք այսօր արդեն քայքայել են բնությունը, բխում են հիմնականում օրենքներից։ Հայաստանում էկոլոգիական խնդիրները օրեցօր դարձնում է առավել ծանր եւ շրջակա միջավայրի բնական համակարգի ավելի շուտ քայքայումը եւ ավերումը դառնում է համարյա պարտադրանք, դա բխում է օրենքներից։ Ոլորտի խնդիրներից բնապահպանն առանձնացնում է անտառների հարցը։ Ըստ նրա մեր երկիրը չունի անտառների պահպանման ծրագիր։ Բացի այդ, տեղեկություն ունի, որ ծրագրում են դրանք հանձնել համայնքների կառավարմանը, որը ըստ Սանասարյանի կնշանակի անտառը դնել սղոցի տակ։ Տիգրանուհի Մկրտչյան, Արթուր Ղազարյան, Ազդարար։
Այո, ուրեմն այս դեսայրիզով արդեն ընդհանուր կարծիք ունեցանք, թե հիմնականը այս բոլորը կգադարվի, եթե երկրի օրենքները եթե կան, չեն կործատրվիր բնության բաբանության գծով եւ կանարգվի բնությունը, ինչպես անարգված է ժողովուրդը եւ ով որ շահեր ունի, անձնական շահեր շատ վեր կերատասվի ուրեմն ժողովրդի եւ բնության եւ այս բարակային երբ որ բնությունը այս ծավով կջզմվի այնպիսի ծավով որուն հետևանքները կգրնան դեվել ոչ թե միայն մի քանի տարի այլ կգրնան դեվել 500 տարի 1000 տարի երբ որ այսպիսի խոշտանգումներ կգադարվին բնության հանդեպ անոր հետևանքներու մասին պետք է մտածվի եւ համը որ պետք է մենք բոլորս աշխատենք ջնշում բանեցնել ամեն մեկը իր կարողության սահմաններու մեջ որ այս իրականությունները ամեն մարդ իմանա նախ առաջ եւ դարբեր միջոցներու թիմվի որբեսի օրենքներ գործադրվին եւ հետևանքները ամեն մարդ իմանա որ Հայաստանը կդնի այնպիսի լեռնային շրջանի մեջ ուր օդը ջուրը եւ ամեն մարդ գիտե որ Կովկասի մարդիկը շատ ավելի երկար գաբրին կամ գաբրեին բայց այսպիսի պայմաններում մեջ ինչպես կարելի է երկար ապրիլ եւ դեսնենք ուրիշ տեսարիներ այս օդյամբ Որևէ բան գուզեք ասել Հիմա ես վիդեոյի մեջ ինչպես տեսանք անդրադարձավ 3 կարևոր կետերի ուրեմն աղտոտության հետանքը օդը, ջուրը եւ հողն են այս 3 կարևոր կետերն են որ Հայաստանում էլ որը յուրահատուկ չէ բայց աշխարհով մեկ այս զարգացող երկրներում միշտ այս հարց է Հիմա աս պետք է անդրադառնալ ինչպես որ նշեցի օրենքների գործադրման որ այս 3 ոլորտներում կարողանալ վնասի առաջն առնել եւ ճիշտ ձևով գործածել մեր ռեսուրսները անդրադառնալով օդի աղտոտությանը օրինակ հիմա քաղաքում ինչպես որ Լոս Անջելեսում նաեւ Երևանում կա օդի աղտոտությունը որտեղ ավտոմեքենաների մասն է, այդ մասը հասկացանք, այդ շատ բան այս օրերի դժբախտաբար չի լինել անել, միջև այն ժամանակ, որ ավտոները փոխվեն էլեկտրականությամբ լինել։ Բայց կարելի ուրիշ ձևեր անել, ինչ որ Ամերիկայում եւ կողի զարգացած արևմտյան երկրներում կլինի եւ այդ օրինակի համար երկու ձևի աղտոտություն կա օդի, փոշին, որ կոչվում է այստեղ particular matters, փոքր հատիկները եւ մյուսը գազերն են։ Եթե օրինակ տնակ սեմենտի գործարան, շատ բան օրինակ Արարատի սեմենտի գործարանը, եթե Հայաստան մեկը տեսածելի, կտեսնեք ինչ փոշի է դուրս գալիս այնտեղ, որտեղ չկան ֆիլտրները, որ օրենքով պետք է լինեն, բայց չկան։ Հիմա փոշի մեկն է եւ նաեւ ուրիշ գործարաններում արտադրությունները որ կերնի գազերի նորեն վնասակար են։ Դառնալով ջուրին, ինչպես որ ցույց տվեց այս վիդեոյի մեջ, ջուրը որ կեղտոտվեց եւ այս մետաղները մեջը հավաքվեցին, վերջի գուտակվեցին, մետեղ պետք է երթան, գնացին Սևան, այնտեղ ուր է, Սևանն է մեր միակ ջուրի որոքման եւ խմելու ջուրի ադեմեր ունեցած այդտեղից է գալիս եւ եթե ծանր մետաղներ մնացին այդ ջուրի մեջ մնացին այլևս ինչ պետք է ինչպես որ ցույց տրվեց դուրս չի գալիս այնտեղից կմտնի թե մթերքի մեջ թե մարդկանց մեջ եւ այդ շատ մեծ վնաս կարող է տա ոչ թե ինչպես ասցի հիմա այս սերունդներ հետո կարող են վնասվել ասպայդ ուրեմն կարևոր է ես շատ բարձ պետք է ասեմ ես բավական Սևանը մոտից հետևել եմ Սևանի մաքուր լինելը եւ առողջ լինելը անհրաժեշտություն է Հայաստանի ապագայի համար այսինքն Սևանը չլինի մի խոսքով բարի ասել Հայաստան գոյություն չէ եւ դեռ չէ այսպեսի հարցեր կան որ պետք է եւ նաեւ իհարկե հանքերին անդրադառնանք որ հանքերը նոր են արդյունք դառնան ասմետաղների եւ քեմիկալների արտադրությանը Հիմա շատ բարձ մի բան ասեմ, մենք շատ անգամ մուվիների մեջ կտեսնենք, որ կերտան մեկ հատ վզարն են եւ ոսկին դուրս կգա եւ բանը, բայց դա իրականություն չէ, որտեղ իրականության մեջ այս մետաղները, ոսկին, ես ինչ գիտեմ, արծաթը եւ մյուսները
ամենը միացված են քարերի հետ մեջ են եւ իրարու հետ խառնված են։ Ուրեմն դրանց հանելու համար պետք է նախ եւ այլ քարերը ջարդել եւ հետո տարբեր քեմիկալներ գործածել, որ այդ մետաղները դուրս անեն։ Անջատվեն։ Որ եւ մեկը բայց ինչ պետք է լինի վերջում այդ թունը եւ այդ նյութերը թունավոր են։ Ատելից է դժվար հարցը գալիս, որ ինչ պետք է արվի այդ թունավ եւ Հայաստան այդքան տեղ չունի, որ կուտակի այս թույները, վերջի ինչ պետք է լինի, այս թույները կմտնեն հստակ երկրաջուրերի մեջ, մարդկանց առողջության կվնասեն եւ այլն։ Ասեմ որ լուրջ ունենք փոչամբարների մի հսկայական քանակ եւ այդ փոչամբարները ցավոք սրտի, դուք ավելի լավ գիտեք որպես մասնագետ, ցավոք սրտի համեմատ շատ մարդիկ ասում են, մենք սովետական ժամանակներում, խորհրդային ժամանակներում նույնպես ունեցել ենք հանքեր, սա նորություն չէ, ոչ։ Մենք սկսած 2007 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանքային արդյունաբերությունը հայտարարել է որպես էկոնոմիկայի ուրեմն կարևոր ճյուղ եւ զարգ է տվել ամեն տեսակ հանքերի շահագործման ուրեմն այդ ուղին է վերցրել։ Ուրեմն դրա հետևանքով մենք ունենք փոչամբարների, այսինքն թունավոր թափոնների լճեր, գոյացած լճեր, որոնց ոչ մի management, ոչ մի restoration, recultivation եւ վերականգնողական աշխատանքներ չեն կատարվում եւ դրանք մեծ մասը նույնիսկ 22 այդ մետաղական հանքերը, որ մենք ունենք, որոնք շատ թունավոր են, դրանք գրանցված են որպես ոչ թունավոր արտադրություններ եւ 1-ից 7 այդ սանդղակի վրա նրանք մեկը լինելով ամենաթունավոր եւ 7-ը լինելով ոչ թունավոր դրանք գրանցված են ոչ թունավոր ես հենց նոր մի հոդված էի կարդում որ փաստորեն ոչ մի պատասխանատվություն եւ հարկեր չեն տրվում այդ ձևով ամբողջովին ուրեմն դրանք թափվում են բնության մեջ Հիմա ուրեմն անցնենք հաջորդ դեսայրների շարքին եւ ամիջապես կմիանանք ցեզի շնորհակալություն Սյունիքի մարզում գործում է 11 մետաղական հանք, եւս 28 մետաղական հանքի երկրաբանական ուսումնասիրություններ անելու թույլտվություն է տրվել։ Այս մասին հուլիսի 9-ին ասաց համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։ Նրա խոսքով Սյունիքի մարզում այդպիսով կշահագործվի մոտ 40 մետաղական հանքավայր։ Այդ ծավալի հանքարդյունաբերությունը իր վերած հետևանքներով փոչամբարներով եւ այլն, այդ տարածք ուղղակի դարձի անպուտան մարդու եւ հուսալենի կենտրոնական աշխարհի գոյության համար։ Լևոն Գալստյանը ու համահայկական բնապահպանական ճակատի անդամները վերջերս հնգորիա այց են կատարել Սյունիքի մարզ, որի ընթացքում հայտնաբերել են գործող մետաղական հանքերի թափոնների փոչամբարներ, որոնց վիճակը մտահոգիչ է։ Այդ փոչամբարները կառուցված են ոչ մի միջազգային չափանիշին չհամապատասխանեցված, այսինքն ընդհանրապես առանձնացված չեն քննությունից, ոչ մի ձև առանձնացված չեն, այսինքն հանգիստ մարդիկ կարող են մոտենալ, բազմաթիվ գյուղացիներ պատմեն ինչպես են իրենք լողացել փոչամբարի մեջ փոքր ժամանակ, հետո նոր 15 րոպեով հասկացել են ինչ-որ բան լավ չի եւ այլն, չէ՞ ասում ասեն կովերը մնացած անդադ առածում են, ջուր են խմում այդ փոչամբարներից, ոչ մի ձև սահմանազատված չեն նույնիսկ սովորական ինչ-որ ցանկապատներով, կամ դրանց մի ցուցանակներ, որ վտանգավոր է, չի կարելի գնալ, այսինքն ամեն ձև փորձ արվում, որպեսզի մարդիկ չիմանան, այդ ինչ է ընդհանրապես փոչամբարը ինչ վտանգներ ինքը ունի։ Լևոն Գալստյանը հիշեց հունիսի 25-ին Ողջի գետի վարարելը ու դրան զուգահեռ տարածված ուժեղ գարշահոտը։ Ողջի գետի վերևում գտնվում է Գեղիի փոչամբարը, որի հարևանությամբ Զանգեզուրի փխնձամոլիբդենային կոմբինատը ջրամբար է կառուցել։ Ըստ բնապահպանի Ողջի գետի վարարումը կապված է այդ ջրամբարի վթարի հետ, որի արդյունքում ջուրը թափանցել է փոչամբար եւ թափոնները դուրս լվալով լցրել Ողջի գետը։ Էլի ոչ մեկը չգիտի, այդ ջրամբար որ ինքը որոշել է կառուցել, թույլատվություն ունի, չունի, որտեղ ոչ մեկը չի ասում, ոչ մեկը չի հետաքրքրում։ Կամ ինչպես է ինքը փորձել ջրամբար կառուցել, ասենք փոչամբարի դիմաց, հա, որտեղ այդ վթարը որ եղել է իրականում, իրանք ներկայացրեցին արտաքին իրավիճակի նախարարությունը, որ այդ վթարը հորդացման պատճառ էր։ Այսինքն հորդացման պատճառ չէ, որտեղ այդտեղ լիճ էր կառուցված եւ այդ ջուրը որ հորդացել է բնականաբար ինքը նախագիծ չունեց ամենայն հավասարապես այդ ջրամբարը եւ ջուրը լցվել է բնականաբար այդ ինչ-որ ձև փորձել են լուծում գտնել այդ բային եւ ամեն ինչ ասենց չի ստացվել, ասած ջարդել է ամբողջ ջրամբարի ջուրը միանգամից անցել է թունելով եւ դուրս եկել հակառակ կողմը, երբ դուք տեսած կնեք, դեռ կամուրջներ քանդեց եւ այլն եւ այլն։
Առանձին խնդիր է այն, որ հանքեր շահագործող ընկերությունը սովորաբար չեն բավարարվում այն հանքերի տարածքով, որոնց համար ստացել են շահագործման իրավունք։ Ոչ մի հանք չկա ԳՎԿ-ի Լևոնը, որ իր սկզբնական լիցենզիան, որը ստացել է, մնացել է այդ կանով։ Ինքը ստանում է օրինակ 1000 քառակուսի մետրի համար։ Սկսում են ընդլայնվել կամացած, դե ախորժակը ուտելուց է չէ մեծանում։ Օրինակ նույն Քաջարյանը հանքը դեռ քանի 100 տարվա բաշար ունի, ինքը ինչի է ուզում հիմա գյուղը նորից հանի սահմանից, որովհետև այնտեղ կա ավելի հարուստ է։ Ոչ մի փորձակնություն չի անցկացվում, ոչ մի նոր լիցենզիայի թողակ չի լինում։ Դե ինն է արդեն տարածքը, ասենց ես էլ ուտելով գնում եմ, էլի, դա է խնդիրը։ Բնապահպանները շարունակելու են այցելել Հայաստանի տարբեր հատվածներ, այնտեղ գոյություն ունեցող խնդիրները բացահայտելու եւ հրապարակելու համար։ Համեցեք, ներկայացեք և սկսենք առաջին խնդիր համար առաջին։ Բարևես, Մեսսյանի Արիա։ Ինչպես գիտեք, համայնքական բնապահպանական ճակատը Մихայելյանից առաջ ստեղծվեց դրա համար, որ բնապահպանական խնդիրները բոլորին արդեն ծանոթ շատ են Հայաստանում եւ այդ աշխատանքը համակարգելու ավելի կազմակերպված պայքարելու համար, ոչ թե մենակ այսինքն որ տեղային բնույթ պայքարում ես, այլ ավելի կազմակերպ, որով իսկապես երբ որ նայում ես Հայաստանի քարտեզին եւ տեսնում ես ինչքան խնդիրներ կա, պետք է կազմակերպված պայքար։ Դրա համար ստեղծվեց համայնքական բնապահպանական ճակատ։ Եվ դրա դրամանական հետևանքով մենք այցելություն կազմակերպեցինք Սյունիք 5 օր, այցելեցինք հանքավայրերը գործող, այցելեցինք մի քանի վայրեր, որտեղ լիցենզիաներ կան տրված աշխատանքների հետամուտներու համար, այցելեցինք կոչամբարները գործող եւ չգործող կոչամբարները։ Իրականում պատկերը ահագին ողբալի է եւ հենց նաեւ դա է բնապահպանական ճակատի գլխավոր առաքելությունը, որ հանրությանը իրազեկել այսօրվա Հայաստանի այդ խնդիրները, որը բացարձակ մարդիկ տեղյակ չեն, չգիտեն, մարդիկ պարզապես լսել են, որ կա կոչամբար, կա հանք, բայց ոչ մի ձև չգիտեն դրա արդյունքը եւ դրա վնասները ժողովրդի վրա ինչ է կապ։ Այսինքն գլխավոր խնդիրը այսօր իրազեկումը քաղաքացին։ Նույնիսկ այդ քաղաքացիությունը, որը շատ մոտիկ է, այսինքն Գապանում ապրող մարդն ինքը չգիտի իր գլխի վերևի հանքը, իրան ինչ վնասներ է տալիս եւ ինչ է կատարվում այնտեղ։ Եվ շատ կարևոր մի հարց, որ այդ ամեն ինչը պետք է բարձրացվի հանրային օրակարգ, որ բացի լրագրողները, նաեւ պատկան մարմինները, կառավարությունը, հանձինս մեր ասած ավիրման նախարարությունը, որ չի գործում Հայաստանում, ինքը տեսնի այդ հարցերը, որ հանրությունը մտցնում է դա օրակարգ, եւ իրանք փորձեն լուծումներ գտնել։ Եվ եթե իրանք չգտնեն այդ լուծումները, հաստատ հանրությունն է գտնել այդ լուծումները, որով շատ օրվասական է վաղը, եւ սա միակ այցը չի լինել։ Սյունիք ոնց որ մենք այցելեցինք եւ այս ամեն ինչը որ վերել ենք, դեռ միակ պետք է հիշեմ, որ YouTube-ում հայտնվեց մի նյութ, որը նկարահանվել է Արհերոստանգերության կողմից Սյունիքի ավելի մասին, հանքարդյունաբերության եւ կոչամբարների։ Այդ նյութը մենք արդեն բարեբախտաբար հասցրեցինք մեր համագարկչի մեջ պահել, որովհետեւ նյութը արդեն ջնջվել է, չկա։ Հալածել են այդ մարդկանց, ովքեր աշխատել են այդ նյութի վրա, ասել են նմանատիպ նյութեր չի հայտնի համացանցում, այսինքն եթե կառավարությունը աշխատում է ծածկել այդ նյութերը, որ հանրությունը չիմանա ինչ է կատարվում Հայաստանում, առավել ևս Սյունիքում, մենք դա բարձրացնելու ենք եւ ոչ միայն Սյունիքի հատվածում, որովհետեւ երբ որ այսօր քարտեզը նայում ես, Սյունիքը ուտում են, հասնում են Ամուսա, Վայոց ձոր, հետո հասնում են արդեն Թեղուտ եւ այդպես Հայաստանի ամբողջ մասշտաբով, այսինքն վերջում մնալու է մենակ Երևան եւ Արարատյան դաշտը։ Սա մեր այցի նպատակն է։ Մի քիչ մանրամասների մասին ես խոսքը կտամ ինգերոս դերում։ Երկու բառով ներկայացնեմ ինչ Սյունիքը ինչի մենք գրեցինք Սյունիքը, որովհետև հանքարդյունաբերության տեսակետից Սյունիքը ամենածանրաբեռնված մարզն է Հայաստանում, ասեն ինչի է ծանրաբեռնված, որովհետև Երամայր բարձին է։ Այս պահին ուրեմն ես ասում եմ միայն մետաղական հանքավայրերի մասին է խոսքը, ուրեմն մնացած ասենք շինարարական հանքավայրերը չհաշվի չհատած, ուրեմն Սյունիքում մենք այս պահին ունենք 11 գործող հանքավայր, ուրեմն եւ այս պահին տրված է 28 ուրեմն երկրաբանական հետախուզական աշխատանքների ուսումնասիրման լիցենզիա։ Ինչ է նշանակում։ Ուրեմն գործող արդեն 11 հանքերին, եթե մենք գումարենք այդ 28 արդեն տրված այս պահին, ուրեմն ունենում ենք մոտ 40 մետաղական հանքավայր։ Ուրեմն 40 մետաղական հանքավայր, եթե մենք ունենանք Սյունիքի մարզում, ուրեմն մենք մոտավորապես 20 տարի հետո Սյունիքի մարզի մասին կարող ենք մոտանալ որպես մարդու եւ մնացած բնության մյուս մասնակիցների բնակության վայր, որովհետև իրականում այդ ծավալի հանքարդյունաբերությունը իր վերած հետևանքներով կոչամբարներով եւ այլն, այդ տարածքը ուղղակի դարձի անխտան մարդու եւ
հուսալերել կենտրոնական աշխարհի գոյության համար։ Ինչու ենք մենք այդ հարցը ֆիքսում, որովհետև մենք տեսանք արդեն փակված կոչամբարները, իրանց մասշտաբները մոտավորապես 6-7 կոչամբար, որոնք մեր աշխով տեսել չափագրել եւ նկարահանել ենք փակվածների մասնախոսքը եւ 5-6 գործող կոչամբար 95-ի մարզում, որոնց մասշտաբները եւ վիճակն իրենց նույնպես շատ մտածելու տեղիք է տալիս, որովհետեւ ըստ էության այդ կոչամբարները կառուցված են ոչ մի միջազգային չափանիշին չհամապատասխանեցված, այսինքն ընդհանրապես առանձնացված չեն բնությունից, հա, ոչ մի ձև առանձնացված չեն, այսինքն հանգիստ մարդիկ կարող են մոտենալ, բազմաթիվ գյուղացիներ պատմում են ինչպես են լողացել կոչամբարի մեջ փոքր ժամանակ, հետո նոր նպատակներից մեկն էր այցելել Հայաստանում հանքարդյունաբերության վայրերը եւ իմ աչքով տեսել, չնայած որ Եվյան երբ որ եկավ Լոս Անջելես, ես լսել եմ իր ելույթները, նկարներ, վիդեոներ, ամեն ինչի հետ ծանոթ եմ եղել, բայց շատ տարբեր, երբ որ դու քո աչքով ես այդ ամեն ինչը տեսնում եւ որպես սփյուռքահայ մենք միշտ այնտեղ երևի Հայաստանի բնակիչների համար մեր բանաստեղծությունները, մեր հայրենասիրական պատմությունները այդքան նշանակություն չունի, բայց մեր համար մենք այնտեղ այդ բանաստեղծություններով ենք ապրում եւ երբ որ ես եկա ստեղ ու Սյունիքում տեսա ինչպես Կոչամբարի ջուրը տարիներ են ասել, ոչ թե այս տարի կամ 2 տարի առաջ ես տեսա, այլ Կոչամբարի ջուրը հանգիստ լցվում է Արաքս գետը։ Եվ դա մի օրինակ է, եւ գիտեք ինչ հասկացա, Սյունիքում այդտեղ չկա, ձախ աչք նայես, որ Կոչամբար չկա, թեկուզ բաց, թեկուզ փակ։ Ամբողջ կողմը մի 2 անգամ որ արդեն Կոչամբար տեսնեք, Սյունիքով որ անցնեք, արդեն կտեսնեք, որ ձախ ու աչք կողմը բռիվ Կոչամբարներով է ծածկված։ Եվ գյուղացիներին այն վիճակին են դրել, որ դու հիշել չունես։ Խլում են իրանց ձեռքից իրանց հողերը եւ ուղղակի միակ գործը առաջարկում են հանքում աշխատելը։ Եվ մենք բոլորս էլ գիտենք Հայաստանում, որ շատ խնդիրներ ունենք, աշխատատեղ չկա, չգիտեմ, դեմոկրատիա չկա կամ ուրիշ խնդիրներ, բայց իմ կարծիքով ինչ որ ես տեսել եմ, այս բնապահպանական հարցերը մեր բոլորի կյանքում պետք է առաջնայինը լինի, որովհետև երբ որ մեր հողը շնորհավորվում է, մենք ոչ թե 10 տարի, 20 տարի, 100 տարի չենք կարող օգտագործել, այլ 1000 տարիներով չենք կարող այդ հողը ընդհանրապես օգտագործել։ Եվ ես հասկացա, թե մեր երկրում մեր ղեկավարներն ինչքան անկուշտ են։ Այդ մասշտաբը չէի պատկերացնում, բայց երբ որ տեսա Կոչամբարի, Արցանիքի Կոչամբարը, թե ինչ ձևով, ուղղակի լցվում է, ուղղակի ձեր չկա։ Լրիվ մենք քայլել ենք Արցանիքի կողքով, բայց չենք կարող մինչև վերջ գնալ, որովհետև արդեն ծառը չես տեսնում, ամեն կողմից շարունակաբար թափվում է այդ կեղտոտ ջրերը եւ 27 խողովակ է երևի, չէ՞։ Պատկերացրեք 27 խողովակ 24 ժամ լցվում է այդ թունավոր նյութերը։ Այո, ես հիմա արիտ բիդամ այստեղ քիզմոնիմ։ Այո, ռամեցեք։ Այո, ես հիմա արիտ բիդամ այստեղ քիզմոնիմ։ Մի քիչ բարձր գխոսակ։ Ալո։ Այո, ռամեցեք։ Ալո, բարև ձեզ։ Այո, ռամեցեք։ Պարոն Հարություն ջան։ Այո։ Ես ուրախ եմ, որ այդպիսի հարցեր եք վերլուծում, բայց շատ դժվար է այդ մեր ղեկավարությանը ճնշում գործադրենք, հասկացնենք։ Նրանք նման են գիտես ինչի։ Կրիլովը, գրող Կրիլովին գիտեք երևի դուք ռուս։ Ուրեմն խոզն ու կաղինը, խոզը որ կաղնու տակը փորում է, ագրավը վերևից ասում է այ խոզ, բավական է քանդես, ծառը կփչորանա ասում է I don't care, yani իմ վեճի չի, միայն ինձի կաղինը լնի ուտեմ, հիմա մեր ղեկավարությունը ճիշտ այդ խոզն են, նրանց բացատրելը, հասկացնելը դժվար է, ինչու? Որովհետև նրանք այսօրվա իրենց գրբանները լցնելու նպատակով են այդ ամենը անում, ուզում են քայքայի քանդեն ամբողջ Հայաստանը, դա է նրանց նպատակը,
իզուր աշխատանք է, որ մենք նրանց իզուր տեղը չենք կարող խոսք հասկացնենք։ Խոզին կարած խոսք հասկացնես։ Նույն խոզն են։ Եթե խոզին կարողացանք հասկացնենք, ուրեմն մենք այդ բնությունը կպաշտպանենք։ Շնորհակալություն։ Կարողացած ես բացատրել։ Այո։ Այո, Ռամեզեկ։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո։ Ես իմ հարցս, գիտեք, այնքան հարց չի, ինչքան իմ նկատառումներն եմ ուզում հաղորդեմ ձեզ, որտեղ հիմնականում ձեր կողմից եւ ոչ միայն ձեր կողմից, այլև մեր հեռուստատեսությամբ բավականին խմբեր են ցույց տալիս, մեկը կոչվում է Զարթոնք, մյուսը կոչվում է Ռենեսանս, բոլորը տալիս են բացատրություններ, բոլորը բացատրում են մարդկային, տեսեք, մարդկանց ուղարկում են ստիպում են ուղարկում են դուրս արտագաղթ, քանդում են շուկան, Երևանից հասկաց շուկան, քանդում են երիտասարդական պալատը, բոլորը բացատրում են, պայքարում են կրպակների դեմ, որ կրպակները չկառուցեն Մաշտոցի պուրակում։ Այս բոլոր բացատրությունների մենք ծանոթ ենք, շատ ծանոթ ենք, ես հարգում եմ ձեր աշխատանքը, շատ եմ հարգում, բայց գիտեք, երբ որ դուք ասում եք առաջնային խնդիր, այդ կանաչները առաջնային խնդիր են դրել Երևանում, որ պետք է բնությունը պահպանել։ Ոչ, սիրելիներս, բնությունը կպահպանվի, եթե ներկա իշխանություններին ոչնչացնեք։ Այս սա պետք է լինի ձեր առաջնային եւ հիմնական նպատակը, եթե ոչ նստած ջուր եք ծեծում, սիրելիներս, ջուր, ամբողջ Հայաստանի բնությունը թունավորել են։ Այս մթնորդի մեջ, նույնիսկ եթե նույնիսկ արտագաղթ չլինի, տեղում հայ ժողովրդին սպանելու են։ Շնորհակալություն։ Այո, այդ դեսագետով ցուգը գլուխեն պետք է որ բռնվի, ինչպես գիտեք, Սերժ Սարգսյանը ջարբիկ կերպով այդ ցուգի ուրիշին վրա ներեց, եւ դուք շատ ճիշտ թվով ասիք, որ ցուգի իսկապես Սերժ Սարգսյանն է եւ իրեն կլանն է, որ գոյություն ունի վերջին 6-7 տարիներու ընթացքին, եթե ոչ ավելի, ես խնդրեմ, եթե ուզես։ Ես կուզեի նախկին զանգահարողի նկատառում, կոմենտին պատասխանել։ Ես մի փոքր համաձայն չեմ, թե մեր կառավարությունը, իշխող դասակարգը, որոնք նույնպես ընդգրկված են հանքարդյունաբերության մեջ, որ թե նրանք ուզում են երկրի վերջը տալ եւ իմ կարծիքն է սա իհարկե ուրեմն ինչքան որ ես եմ տեսնում այդ նույն դասակարգը իր համար պալատներ է ստեղծում այդ հողի վրա մի դասակարգ որը հանքարդյունաբերությամբ է նաեւ զբաղվում Եվ այդ նույն վայրում կառուցում է հյուրանոցներ, դաչաներ, տներ, հսկայական ունեցվածքներ է կուտակում այդ նույն շրջանում, հավանական չէ, որ վաղը հեռանալու է այդ տեղից։ Ես նույնիսկ մոտ ուրեմն մարդկանց եմ ճանաչում, անձինք եմ ճանաչում մոտիկից, որոնց տեսնում եմ նրանց վարքը կողքից ուսումնասիրում եմ եւ տեսնում եմ, որ այս մարդիկ կարծես տեղյակ չէ, անտեղյակ են իրենց արածի հետևանքներից, կարծես չեն հասկանում այդ խորքը, թե իրենք ինչպես են գերեզմանոց դարձնում այդ տարածքը եւ այդ գերեզմանոցի վրա շարունակում պալատներ կառուցել։ Գիտեք, եթե մեկը ուզենա, որ մաքսիմում այս շահույթ վերցնի ու փախչի, չեմ կարծում, որ այդ տարածքներում կառուցի այնպիսի շինություններ, որոնք 1 տարվա համար չեն, 10 տարվա համար չեն։ Ոչ մեկը չի կառուցում հյուրանոց 10 տարվա համար։ Ուրեմն մեր դերը նաև որպես բնապահպաններ, որպես ակտիվիստներ, իմ կարծիքով այս իշխող դասակարգին տեղեկացնելն է, հասկացնելն է, ինչ որ կոմունիկացիա ստեղծելն է։ Ես կարծում եմ, որ եթե մենք միայն մեղադրանքով վերջի պետք է հասկանանք, եւ դա փաստ է, եւ ցավոտ փաստ է, որ իշխող կառավարությունը այսօրվա ոչ այնքան կրթված տար է, եւ նրանք
չեն հասկանում իրենց գործունեության ծավալների, մասշտաբների հետևանքները, թե իրենց իսկ երեխանի վերջի նրանք էլ ապրում են Երևանում, նրանք էլ ապրում են Հայաստանում, նրանց թոռները նույնպես կարող են ծնվել ծննդաբերական արատներով եւ այլն։ Այսինքն նրանց նույնպես կրթելու անհրաժեշտություն կա։ Սա իմ տեսակետն է։ Մի խոսքից ավելացնեմ, ուրեմն աշխարհով մեկ հանքեր կա եւ հանքերի ճիշտ գործադրումը կա եւ սխալ գործադրումը կա։ Եվ դժբախտաբար Հայաստանում այդ ճիշտ գործադրումը չի դառնում եւ մեր մասը միգուցե ասկի ասածով անդերգության մասին է։ Ես օրինակ տամ ցեզի, օրինակ ես մոտիկ ինձի մեկ մասնակետ հանձնաժողովի մեջ էր, որը պատասխանատու է Տեղուտի որոշ հարցերի։ Ես իրեն բացատրում էի, որ խոսակցություն եղավ Երևանում մի քանի ամիս առաջ, խոսակցություն եղավ, որ այսպեսի է, թե լավ, ասավ ձեր մոտ ինչպես են արնում, այսինքն օրինակ Կանադայում, կամ Ամերիկայում, որ այսպեսի հանքեր կան եւ պոչամբարներ կան, այսպեսի գործեր է արվում։ Օրինակի համար ինչպես են այս տարբեր շերտեր կարող եք դրվել ապահովելու համար, որ ջուրին չանցնեն եւ այլն, հողը չախտոտեն։ Անդերյակ էր, ինքն դերերով մասնագետ, որ մի PhD ունեցող անձ, գիտնական, անդերյակ էր այս մանրամասնություններից եւ սկսավ նոթեր առնել, ես պետք է մյուս ժողովին մեր ներկայացնեմ, ես այլը եւ այլը։ Եվ դժբախտաբար այդպեսի օրինակի համար նորեն ես Տեղուտը օրինակ տամ, իրենք ինչպես որ այստեղում կտկարվի environmental impact statement պետք է արի, բնական ապահովման շահերը Հայաստան շմակ է կոչվում, շրջապատի environmental impact statement պետք է լինի։ Դե ինչ է վայրի վրա ազդեցության գնահատում։ Ուրեմն այսպեսի մեկ հատ մեծ հանքի համար Ամերիկայում, եթե արևելքում, արևմտյան երկրներում մի քանի հատոր դոկումենտներ են, Հայաստանը 100 էջանոց մեկ հատ պստիկ դոկումենտ է, որ ուրեմն ցույց է տալիս, որ այս պակասությունները կա, հույսով եմ, որ շուտ այս պակասությունների առաջին առնվի, որ այսպեսի անօրեն ձևով եւ սխալ ձևերով այս ոչաբաններ սարքվեն, որ հետո վերադարձ չլինի, ադե ցավը։ Ես բարձրապես ուզեմ ճշտել, որ բնության բաբանության նախարարությունը պատասխանատու է այն բոլոր բաները, որ հիմա մենք տեսանք, ասոն կրիմինալ դեսայրիզներ են, այս դեսայրիզներու միջոցով կարելի է բնության բաբանության նախարարին դադի դանել այսպեսի բան եթե Ամերիկայի մեջ լա նախ մեկ երկու անգամ տիկետ դալեյետը տադարան գդարվին եւ այդ կոմպանին գկոցվի այդ ծավով է որ պետք է լա եւ եթե ադիգա չլա պատասխանատուն իշխանություններն են եւ հետեւաբար իրենք շատ լավ գտեսնեն այս բոլորը քախնիկ բաներ չեն եթե այս բանը դեսնելով չեն հասկանալ եւ բար բնավարները հասկանան մեծ խելք ունենալու պետք չունին այս բոլորը իմանալու ամենից որ անսիմ ուզեմ ժողովրդին ցայնը լսել այո ռամեցեք ռամեցեք Ալո բարևձեզ Գարջետ է գալի է։ Բարոն Հարություն, ձեզ մի բան ասեմ, էլի։ Այս մարդիկ ուղղակի անի Քոչարյանը, անի Սերժը, անի այս Կիրովաբադից ով որ եկել է, բոլոր են, թուրքի երեխաներ են։ Այո ռամեցեք։ Այո ռամեցեք։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո։ Չգիտեմ ինչու է միշտ մենակ բեղադրում պետությանը, որովհետև պետությունը ընդամենը 10%-ն է, 90%-ը ժողովուրդն է։ Ժողովուրդը եթե 90%-ը չի կարողանում հաղթի այդ 10%-ին, ուրեմն ժողովուրդն է մեղավոր, ոչ թե պետությունը։ Եթե ժողովուրդը թույլ չտա, պետությունը ինչ ուզում է անի, չի կարող պետությունը անի։ Այնպես որ ժողովուրդը ոչ թե դրթված չեն, այլ դաստիարակված չեն հասկանում որն է ազգի օգուտը, որն է եւ չեն հասկանում իրենց շահերն ու ազգային շահերը որն է կարևոր իրեն։ Ժողովուրդը այնպես որ կարծում եմ պետք է
ժողովուրդը հերլի ոտի ջանքի ինչ որ պետք է անի ու նոր պետություն ստեղծի։ Դա է միայն Հայաստանում դա միայն կընդունվի։ Ուրիշ ձեր հիմա հնարավոր չէ։ Միայն ջարդելով, փշրելով, անելով դրանով։ Պետք է ոչես գնահատես, խնդրում եմ 50 միլիոնը գողացել ես դեր ծուր։ Կտանա, չէ, պետք է խփես իրապես, բանը փողը բերես դեկալես։ Կամ պաշտոնը դեկալես, կամ ինչ որ գրավել է պետությունը դերքից առնել։ Այդպես պիտի արվի, ուրիշ ոչ մի դեր Հայաստանում հնարավոր չէ, բարի չէ։ Լավ գլա, եթե մենք սպիրկայերս ավելի մասնագիտ դառնանք այս բոլորին եւ ինչու՞ չէ ճամփորդենք իբրև սպասաշրջիկ նաեւ ներգա գտնվենք այսպիսի վայրերու որովհետեւ քաչայրենք ժողովուրդը որ ոտքի գնան կամ իրենց իրավունքները պաշտպանեն որովհետեւ ժողովուրդը այնպիսի խեղճացած իրավիճակի մեջ են որ իրենք ստիպված ծևով այնպիսի սահմանամերձ շրջանը կամ քյուղական շրջաններու մեջ երբ անկորձություն գա հսկայական ուրեմն Արմենիայի մասին գուցե ուրեմն անչափալ ուրեմն գնմանի ապրիլ չէ մի աղդոտ ապրիլ ուրեմն այդ իրավիճակի մեջ են անցիմ հաջորդին այո ռամեցեք Ալո այո ռամեցեք Բարի երեկո ձեզ Բարի երեկո Ես կուզենամ մեկ երկու գաղափար հուշեմ եթե կարելի է Խնդրեմ Ընդհանուր իմաստը գիտեք ինչու է կայարում Ես շատ պարզունակ տեսնում եմ Հայաստանի երկրի կործանումը Դա փաստ է Այստեղ նստած խոսում եք թեթևակի ձևերով այդպես չի անապատացվում է երկիրը ձգում հեռանում է ժողովուրդը երկիրը մեղ կա հայ ժողովուրդը մեղ կա վաղը մենք դառնում ենք ասորի եզդի քուրդ որը որ հայրենիք չուներ մենք պետք է ստորագրահավաք կազմակերպենք հարգարժան հայ ժողովուրդ եւ մենք դատի տակ Եվրոպական դատարանում, համաշխարհային դատարանում այդ ստորներին հանենք երկրից դուրս, այդ է բնարավոր չի, կամ ջուլեք, սպանեք, ոնց որ իրան ջուլեցին սպանեցին։ Այո ռամեցեք Այո ռամեցեք Բարև ձեզ, պարոն Բռնուկյան Բարև ձեզ Ողջունում եմ նաև ձեր հյուրերին Ուրեմն այս ամենի մեջ ինչ որ դուք ցույց եք տալիս անցած հաղորդումներ նայեցի Հայաստանը դատարկելու որ բաներով բացերով գնում էին հետո հիմա խոսում եք բնության պահպանության շրջակա միջավայրի մասին կարծում այս ամենի մեջ ինչ որ մի տարօրինակ դավադրություն կա տարօրինակ մի անպարբերություն է իջել մարդկանց վրա որովհետև մարդիկ շատ զուշանում են Հիմա դուք տեսեք, ասում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում եթե հանկարծ այդպիսի բան կատարվի, անմիջապես տիկետ կտան, դատի կտան, կոմպանին եւ այլն։ Ինչ գործ ունի հարց եմ ուղղում ձեր հյուրերին։ Ինչ գործ ունի համաշխարհային բանկը դա եզրակացություններ անի, հաշվարկներ անի, որ 20%-ից մնացել է 7%-ը։ Հիմա ջերմուկի հանքավայրը հայտնաբերվել է աշխարհի 20 հարուստ ոսկու հանքերից մեկը 20-յակի մեջ է մտնում։ Այդ դրա տերերը բոլորը գրանցված են օֆշորներում։ Եվ Անգլիայի Միացյալ Նահանգների դեսպանը Հեֆերնը հաճախակի հանդիպում են այդ հանքավայրերը եւ ողջևորում են։ Այդ ամբողջը միջազգային վալյուտային փողերն են եւ համաշխարհային բանկի փողերն են, որ բերել են, ներդրել են Հայաստանը կործանելու, ներկայացնում են, որ Անգլիան ու Ամերիկան Հայաստանի բարեկամն են, ներդրումներ են կատարում, որպեսզի զարգացող երկրների հազարամյակի մարտահրավերների միջոցով օգնեն, ընդհակառակը քայքայում են։ Այդ մինիստրն ով է բնության պաշտպանության, որ հանդարտ կանգնի ու գլուխ բարձրացնի։ Հենց որ ամեն ինչը կազմակերպված է։ Շատ լավ։ Սևանա լիճը աշխարհի խմելու ջրերից մեկն է։ Նաև Ռուսաստանի Բայկալ լիճը հիմա ուզում են Անգլիան ու Ամերիկան խմելու ջրերն առնեն, գիտեն նավթի ստանդա դառնալու վաղը։ Հենց որ չկարծեք թե սա հենց Հայաստանի շրջանները Շատ լավ, շնորհակալություն։
Որևէ բան գուզեք շարունակեմ, գուզեք երրորդ տեսարիզը դիտենք։ Գրոպեա մնացել չէ։ Այո, ես նորեն ձեր գազիկները գուզեմ առնել, այո։ Ես կուզեի մի բան ասել այդ ուղղությամբ։ Իհարկե, մենք մեծ տերությունների եւ կազմակերպությունների ձեռագիրը տեսնում ենք ամենուրեք, ինչպես նաեւ Հայաստանում, դա փաստ է։ Եվ պետք է ասենք, որ ոչ մեկս էլ նաիվ չենք, միամիտ չենք եւ հասկանում ենք, որ դրսի, այսինքն Հայաստանի կաշառվող տարը եւ դրսի իրենց պարտներները ինչպես են իրար հետ համագործակցում։ Դա էլ է փաստ։ Բայց այստեղ մի հատ խնդիր կա։ Մենք նաև ունենք փաստեր, թե ինչպես այլ երկրներում շատ հիանալի ձևով կարողանում են դրսի տերությունների այդ գայլի երախը կանգնեցնել։ Երբ որ քաղաքացիական ինքնագիտակցությունը բարձրանում է, երբ որ ժողովուրդը ոտքի է կանգնում, երբ որ ժողովուրդը միահամուռ փողոցում է, Լատինամերիկյան երկրների օրինակով մենք տեսնում ենք ինչպես է հնարավոր դրսից եկող այս մեծ ախորժակը եւ պետք է ասենք, որ Հայաստանը միակը չէ։ Մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում երկու տենդենց է գնում այս պահին՝ ծայրահեղ բնության ոչնչացում, հանքերի շահագործում անողոք եւ նաեւ կանաչ շարժում։ Ուրեմն մենք Հայաստանը դարձավ այս մյուս ծայրահեղության բանակը ընկավ, ցավոք սրտի։ Բայց մենք ես չեմ ուզում ասել, որ ամեն ինչ կորած է, եւ մենք պետք է իսկապես մեր կանաչ Հայաստան Green Armenia կազմակերպության հիմնահարցերից մեկը հենց դա է, որպեսզի մենք մեծացնենք մեր քաղաքացիական իրավունքները, մեր ոգին բարձրացնենք եւ հասկանանք, որ հնարավոր է, որտեղ այս հանքերի շահագործումը եւս 20 տարի, 30 տարի պետք է շարունակվի։ Ինչեր մենք կարող ենք անել 20-30 տարվա ընթացքում, եթե մենք կարողանանք իսկապես մեր ժողովրդի գիտակցությունը ոգին բարձրացնենք։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք ունենք այդպիսի օրինակներ, թե ինչպես այս օֆշորային կազմակերպությունները եւ այլն կարողացել են որոշ երկրներ նրանց դուրս մղել իրենց երկրների շրջանակներից։ Դեռ ամեն ինչ կորած չէ եւ ես ուզում եմ այս ոգով, չգիտեմ, Արեգը ինչ կավելացնի, այնուամենայնիվ գրեք մեզ այս email-ի հասցեով info@greenarmenia.net եւ միացեք մեր խմբին։ Եթե 1% էլ հնարավորություն կա մեր երկրի այս ճգնաժամային վիճակը հետ բերել, այդ 1%-ի համար էլ ես ինքս իմ կազմակերպությունը Հայք նախագիծը այս պահին դրել եմ մի կողմ եւ միացել եմ ամբողջ իմ ուժով, իմ եռանդով այս բնապահպանական հարցերին, որովհետեւ ինչպես ասեցի, եթե չունենք մենք բնություն, որևէ մեկի գործունեությունը պետքական չի։ Հավատային եմ այդ եւ պետք է այս ժողովրդի մեջ ինչքան կարելի է այնքան զարգացնել միտքը, այս միտքը, որ բնություն ամենակարևոր կետն է եւ պետք է ժողովուրդը հասկանա եւ մեր մասնագետները պետք է եւ ակտիվիստները պետք է օգնեն, որ մեր ժողովուրդը հասնի այդ մակարդակին, որ իրենք պահանջատեր լինեն։ Եթե պահանջատեր լինեն, ինչպես որ կոզանգարորից մեկ ասեց, այն ժամանակ այդ 90%-ը կարող են իրենք լինեն ան գործիչները եւ երկիրը փրկվի այս վիճակից։ Այո։ Ուրեմն այս մեր ծրագիրով եւ այս կազմակերպությունի միջոցով մենք պիտի աշխատենք ցեզի բարբերաբար դերյակ բահել Հայաստանի բնության բավականության գծով, անօրենություններու գծով եւ ցերգազիկներու միջոցով եւ մեր գաբերը Հայաստանի բնության բավականության ուրեմն դարբեր գազམ་ագերբություններու հետ աշխատել բարեփոխում հարաճացնել եւ բայկարիլ այդ ուղությամբ դուք մտածեցեք թե դուք յուրաքանչյուրը ինչ ծավով կրնակ մասսագից դառնալ, ինչ ծավով կրնակ աստեցություն տնել Հայաստանի ամեն դարբեր իրավիճակներու, ամենս որ շարունակենք մեր մտածենք այս բոլորի մասին եւ ունենանք մեր պլանը, մեր շարժումը եւ աբական մերն է, ժողովրդին է, բայց եթե մինչեւ հիմա ցախողած ենք, ադիգա չի նշանակել, որ աբակայինը բիցախողենք, իմ այս ծրագիրս ուրեմն գավարդի, շնորհակալություն ցեզի, ուրեմն ասրիկ եւ արեք, գանտիբինք եկող չորեքշաբթի գիշեր բարի։